Բարեկամներս մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք արարչագործությունը։ Տեսնում ենք, որ արիացիները բավականին մանրակրկիտ եւ բավականին երկար են քննարկում արարչագործության հատկապես հոգեբանական կառուցվածքը, եւ մենք փորձում ենք քննարկել դա մանրամասնորեն եւ ես նորից ու նորից կրկնում եմ, որ հոգնածության զգացում այս քննարկումները կարող են առաջացնել միայն ու միայն այն անձնավորությունների հետ, որոնք տեքստերի բովանդակությունը չեն վերցնում որպես իրենց զարգացման համար հիմք, որովհետև իրականում այստեղ այնպիսի նրբություններ են քննարկվում, որ եթե անձնավորությունը ինքը բոլոր այդ նրբությունները վերցնում է իր համար, այսպես իգիտություն, ապա հակառակը ինքը բավականին, այսպես էլի, ագահությամբ պիտի սպասի շարունակությանը։ Ինչու եմ ամեն անգամ ասում, որովհետև զգում եմ, որ ինչ-որ մի մակարդակի հոգնածություն այս թեմայից արդեն կա։ Եվ դա նշանակում է, որ ստանդարտ սիտուացիա ունենք, երբ որ բոլորը չեն, որ հետաքրքրվում են իմաստով։ Եվ դա կնշանակի, ես անցյալ անգամ ասեցի, այս անգամ նորից եմ կրկնում, որ հոգևոր աճը ինքը կանգնելու է։ Եվ սա նշանակում է, որ այն պահին, որ գիտելիքը ինքը առաջացնում է այսպես հոգնածության կամ երբ որ в общем կորում է ոգևորությունը այն լսելու, դա ամիջապես նշանակում է, որ դրանից մի քայլ առաջ գիտելիքը ինքը չի վերցվել, եւ այդ պատճառով բանականությունը ինքը կորցրել է հետաքրքրությունը, որովհետև յետագիտակցությունը իր մեջ գրանցել է, որ գիտելիքը, որը այս պահին անձնավորությունը լսում է, իր համար ուղղակի բան է, թեորիա, տեսություն է, եւ ուրիշ ոչինչ, այսինքն գիտելիքը չունի կիրառական նշանակություն։ Իսկ յետագիտակցությունը ինքը երբեք շատ մեծ ուշադրություն չի դարձնում այն գիտելիքին, որը որ չունի կիրառական օգտագործում։ Եվ այսպես Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 12-րդ գլուխ տեքստեր 44-45 Լոգիկայի գիտությունը, վեդաների կողմից սահմանված կյանքի նպատակները, օրինականությունն ու կարգը, բարոյական նորմերը եւ հայտնի հիմները, փուփուվա սվահա, այս ամենը դուրս եկավ Բրահմայի շուրթերից։ Իսկ պրանամա օմկարան հայտնվեց նրա սրտից։ Ապա ամենազոր Պրաջապատիի մարմնի վրա աճող մազերից ծագեց նրբագեղ բանահյուսության արվեստը, նրա մաշկից ծագեց վեդայական գլխավոր հիմները Գայատրին եւ Տրիպուշան, նրա մարմնից ծագեց ուրեմն Անուշտուպան նրա երակներից, իսկ ճակատից կենդանի էակների տիրակալի, իսկ ջագատին կենդանի էակների տիրակալի ոսկորներից։ Եվ այսպես ուրեմն տեսնում ենք, որ մենք այստեղ ստացանք սանսկրիտ լեզվով գրանցված բառեր, որոնց առաջերտին պետք է դրանց իմաստը կարողանանք ձեզ հետ քննարկել եւ հասկանալ ինչի մասին է խոսքը։ Մի վարքյան ես բացեմ բառերի թարգմանությունը սանսկրիտ լեզվի։ Ուրեմն այս երկու տեքստերը, որը մենք ձեզ հետ հիմա քննարկեցինք, իրանք իրականում շարունակում են այդ անսովոր գաղափարների ուրեմն գիծը, որտեղ մեկը մյուսի հետևից դիտարկվում են կարևոր գաղափարներ։ Ուրեմն մինչև այս պահը մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը ուրեմն արարեց կենդանի էակներ, արարեց նախնական սկզբունքները, որոնք սկսում էին ինքնախաբեությունից, եւ սա շատ կարևոր կետ էր, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ պատճառով են արիացիները իրենք ասում, որ նյութական աշխարհը ինքը իլյուզոր է,
Արարվեցին զգայարանները, տարբեր տեսակի մարմինների համար նախատեսված օրգանները, արարչագործության սկզբունքները, հա։ Հիմա ինքը դառնում է ոչ թե կենդանիակների աղբյուր, այսինքն իրանից արդեն այս տեքստերը, որը մենք ձեզ հետ այս հիմա կարդացինք, այստեղից արդեն տեսնում ենք, որ ոչ թե Տեր Բրահմայից շարունակում են դուրս գալ ինչ-որ կենդանիակներ, այլ խոսքը արդեն գնում է մշակույթի մասին, հա? Այսինքն այն մշակույթի մասին, որի միջոցով կենդանիակները նյութական աշխարհում կարող են վարել իմաստավորված կյանք, չէ՞։ Տեսեք, նյութական աշխարհը ինքը, ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, ենթարկվում է 3 գոյավիճակներին, չէ՞, այդ օրինաչափություններին։ Հիմա այդ 3 օրինաչափությունները իրենք կենդանի էակին տալիս են իր իմաստը։ Օրինակ, տգիտության գոյավիճակը, չէ, ինքը իմաստավորում է միայն գոյատևման պայքարը եւ վերջ։ Եվ դրա համար նրանք, ովքեր որ այդպիսի անձնավորությունները, իրանք հենված են լինում միայն կենդանական վնասների վրա։ Ինչ վերաբերվում է կրքի գոյավիճակին, ապա կրքի գոյավիճակում կենդանիակները իրենք արդեն կարևորում են փառքը, հա, կարևորում են իշխանությունը, այսինքն կարևորում են արվեստը, սերը, այսինքն ինչ որ բանից էլի այդ կենդանական վնասներից մի թեթև այն կողմ երևույթներ, չէ՞։ Երբ որ ազնվորությունները իրենք առաքինության կրողներ են, ապա իրենց իմաստը ունի հոգևոր իմաստ, այսինքն այդ ժամանակ ազնվորությունները իրենց կյանքը ծախսում են իրենց զարգացման վրա, չէ, որովհետև իրենք գիտեն կամ վստահ են, որ իրենք հոգի են եւ խնդիր ունեն ուրեմն վերջ տալ իրենց նյութական գոյությանը եւ որպես հոգևոր էակներ ազատագրվել նյութական աշխարհի ազդեցությունից։ Եվ սա 3 իմաստներ են, այսինքն կենդանական վնասների իմաստներ, մնալ կենդանի, հա, մնալ կենդանի, երկրորդը գոյության մեջ մտցնել վայելքի հնարավորություն, հա, իսկ վայելքի հնարավորությունը դա արդեն արվում է մրցակցության ուրեմն դաշտում, սա մենք բազմիցս քննարկել ենք, չէ՞։ Եվ այդ վայելքին հասնելու համար կենդանիակը ինքը սկսում է նույնպես վարում է բավականին այսպես ծավալուն ծանրակշիռ պայքար։ Հիմա, այսինքն շատ կարևոր է, որպեսզի մենք այստեղ տեսնենք այդ բանը էլի հաջորդականությունը, չէ, որ հիմա այս տեքստը, որը մենք այսօր կարդացինք, ինչ ինքը մտցրեց։ Ինքը մտցրեց տրամաբանություն։ Կյանքին, մարդկային կյանքի համար նախատեսված նպատակներ, մտցրեց օրենք, մտցրեց բարոյականություն եւ մտցրեց վեդայական մանտրաները։ Մանտրա բառը իրականում դրանք սանսկրիտ լեզվով կազմած աղոթքներ են, հա, պատրաստի աղոթքներ են, որոնք իրենք շատ ավելի ազդեցիկ են, քան երբ որ մարդը ինքը ուրեմն անձնական աղոթքներ է մատուցում։ Թե ինչի համար հեսա քիչ հետո խոսանք, չէ։ Եվ միայն դրանից հետո, չէ, հաջորդ տեքստով, 45-րդ տեքստով խոսացվեց դրա մասին, որ ուրեմն հայտնվում են պոեզիայի համար նախատեսված ինչ որ երևույթներ, այսինքն պոետիկ այդ բաները, չափերը, հա, հայերը ռազմերը էլի, ռուսերեն չգիտեմ այդ պոեզիայի հետ կապված բառերը հայերեն ոնց ասեմ, հա, որը իրանք ուրեմն բան են արված, ձևավորված են հենց վեդաներում առաջին հերթին։ Եվ սա, եթե մենք ուշադիր ենք նայում, շատ հետաքրքիր եւ զարմանալի սկզբունք է առաջ քաշում, չէ՞։ Այսինքն Տեր Բրահման ինքը արարում է ոչ միայն գիտելիքը կամ գիտելիքի պարունակությունը, հա, այլև ձևը, այն ձևը, թե որի ինչի մեջ ինչպես է պահպանվում գիտելիքը, հա, այսինքն ինչու, տեսեք,
Մարդը ինքը սովորաբար շատ հազվադեպ է ընդհանրապես մտածում, որ գիտելիքը ինքը կարիք ունի ոչ միայն այդ գիտելիքը կրողի, հա, բայց եւ լեզվի, որի միջոցով այդ գիտելիքը փոխանցվում է, չէ՞, որովհետեւ ասենք ազնվորությունը ինքը կարող է լինել գիտելիքի կրող, բայց եթե ինքը չունի համապատասխան ունակություն գիտելիքը տեղափոխելու, գիտելիքը մնում է իր մեջ։ Ինքը մնում է գիտելիքը կրողը, բայց չի կարող լինել գիտելիքը փոխանցող։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, եթե չկա լեզուն, եթե չկա խոսքը, ապա հնարավոր չի գիտելիքը տեղափոխել հաջորդ սերունդներին։ Ուրեմն այստեղ Տեր Բրահման ինքը արարեց համ գիտելիքը կրողներին, դա իր 10 որդիներն էին, չէ, համ այն սկզբունքները, որի միջոցով գիտելիքը փոխանցվում է։ Եվ ուրեմն այդ բանից օրենքները արարելուց հետո, հա, ինքը սկսեց խոսել խոսքի օրենքների մասին, հա։ Եվ իհարկե այստեղ հնչեցին շատ հետաքրքիր սկզբունքներ։ Առաջինը դա տրամաբանությունն էր։ Երկրորդը վեդայական գրվածքները։ Երրորդը սուրբ աղոթքները, այսինքն մատրաները, հա, որոնք իրանք դուրս եկան իմինը Բրահմայի բերանից։ Եվ սա բնական է, չէ՞, ինչ համար, որովհետև հենց շուրթերն են, որ խոսք են արտաբերում և խոսքի միջոցով է, որ գիտելիքը ինքը դառնում է հասանելի ուրիշների համար։ Հիմա, տեքստը ինքը ասեց նրա մասին, դերեք ես մի հատ հայերեն տեքստը բացեմ, հա, խոսքը առաջի հերթին գնաց, ուրեմն լոգիկայի գիտության մասին։ Տեսեք, այսինքն մենք տեսնում ենք, չէ, առաջին հերթին, որ արյական քաղաքակրթության մեջ, երբ որ ազնվորությունը ինքը կրթություն էր ստանում, այդ կրթության ստանալու ընթացքում ինքը անպայման ուսումնասիրում էին այդ առարկան, լոգիկայի գիտությունը, հա, որովհետև իրականում, չէ, այդ տրամաբանության հիմքի վրա մտածելակերպ ունենալը, դա բոլոր մարդկանց ուրեմն իրականում բան չի, բնորոշ չի, չէ՞։ Հենց այստեղ է, իմիջիայլոց հենց այսպիսի բաներից էլի տարբերություններից է, որ հետագայում, երբ սկսվեց աստվածամեժության դարաշրջանը կամ ինչու ոչ եւ արիացիների կողմից դա շատ այսպես ուժեղ հաշվի էր նստվում, ուղղակի աստվածամեժության դարաշրջանում դա հաշվի է նստվում, որպեսզի նրանք, ովքեր որ ինչ-որ մի բանով օժտված են, բավարարեն իրենց գոռոզությունը, հա, եւ մեծամտություն զարգացնեն, իսկ արիացիները իրանք այդ ամեն ինչը հաշվի էին առնում, որպեսզի հասկանան, հիմա էսպես, թե ոչ թե ով հանդեպ գոռոզություն առավելություն իրավունք ունի դրսևորի, այլ ով հանդեպ համբերություն պիտի, ուրեմն իրականը բան, հոգատարություն կներեք, հոգատարություն պիտի ցուցաբերի։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր տարբերություն է։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք, այսինքն իրենց սուրբ գրվածքը Բhagavatam-ը հիմա նկարագրում է, որ արարչագործության ընթացքում արարվեց տրամաբանության գիտությունը։ Այս տրամաբանության գիտությունը, ուրեմն Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն էր, չէ՞։ Եվ սա ինքնըստինքյան արդեն նշանակում է, որ այն հանգամանքը, որ ինքը բաններ, տրամաբանության մարմնավորումներ, այդ սկզբունքները, որ հիմա ինքը արարեց, չէ, դա հենց բանականության համար նախատեսված սկզբունքներ են։ Հիմա մենք կարող ենք վերցնել եւ ասել այսպես, որ ազնվորությունը ինչ որ կարծրացած բան, սկզբունք վերցնել, չէ, որ ասենք ազնվորությունը, այո, կան ազնվորություններ, որոնք ի ծնե տրամաբանությունից թույլ են։
Հիմա նշանակում է արդյոք դա, որ իրանք ընդհանրապես չեն կարող տրամաբանություն զարգացնել։ Իհարկե չի նշանակում։ Ինչու՞մ էր արտահայտվում արիացիների հոգատարությունը։ Տեսեք, ուրեմն իրենք եթե նկատում էին, որ ինչ-որ մի ազնվորություն, չէ, ինքը այդ տրամաբանությունից թույլ է։ Ինչ է նշանակում ընդհանրապես տրամաբանություն։ Տրամաբանություն նշանակում է, որ մարդը ինքը կարողանում է, հա, օրինակ վերցնել ինչ-որ մի բան, ասեք, ինչ-որ մի փաստ, չէ, եւ այդ փաստի հիմքի վրա, հա, անել հետևություններ։ Հասկանում եք, չէ՞։ Դներեք։ Անել հետևություններ, հասկանում եք։ Հիմա, ուրեմն մենք այստեղից պետք է հասկանանք, չէ՞, որ երբ որ ուրեմն խոսքը գնում է տրամաբանության մասին, ապա հայերեն տեքստը կորցրեցի։ Ուրեմն այդ տրամաբանությունը, չէ, ինքը դա է նշանակում իրականում, որ ազնվորությունը ինքը կարողանում է վերցնել ինչ-որ մի ուրեմն երևույթ, չէ, եւ ուրեմն ճիշտ կառուցել պատճառահետևանքային կապերը։ Այսինքն վերցնել երկու փաստ եւ այդ փաստերը կարողանալ կապել իրար հետ, տեսնել տրամաբանություն այդ կապի մեջ, չէ՞, եւ այդ կապի հետևանքով անել ինչ-որ եզրակացություն, որոնք իրանք չեն հակասում ճշմարտությանը։ Հասկանում եք։ Այսինքն տրամաբանությունը դա կարելի ասել ինստրումենտ է, հա, տարբերակելու ինստրումենտ է, որը օգնում է մարդուն, որպեսզի ինքը հասկանա ճշմարտությունը։ Չէ՞, օրինակ ասենք, մենք գիտենք, որ մեր ժամանակներում, ընդ որում ես այստեղ էլ պիտի ասեմ, որ այդ գիտությունն էլ ինքը իր առաջին իմպուլսը ստացել է արիացիների գրականության մեջից, հա, որովհետև ուրեմն երբ որ օրինակ այլ հեռու չգնանք, չմտնենք Մահաբհարատայի մեջ, չէ, հենց ինքը Շրիմադ Բհագավատամը, երբ որ քննարկում է Տեր Շրի Կրիշնայի ներկայությունը մեր աշխարհում, այնտեղ կան այդպիսի տեքստեր, որտեղ թվարկվում են, թե ուրեմն երբ Կրիշնան եւ իր եղբայրը Բալարաման օրինակ էին ցույց տալիս, թե որ ասենք արիացին ինքը ինչ կրթություն պիտի ստանա, եւ երբ որ իրանք հոգեվոր ուսուցիչ ընդունեցին փոքրիկ հասակում եւ սկսեցին կրթվել, այդտեղ գիտություն է նկարագրվում, որը ինքը մեկը մեկին նման է նրան, ինչ որ մենք այս մեր ժամանակներում կոչում ենք NLP, կներեք հայերեն չգիտեմ այդ կրճատումը ինչպես է, չէ, նեյրոլինգվիստիկա պրոգրամիրովանիա։ Հասկանում եք, եւ արիացիները իրանք այդ ամեն ինչին շատ լավ տիրապետում էին եւ շատ հմուտ կերպով օգտագործում էին, երբ որ դա պետք էր։ Այսինքն տեսեք հիմա, ամբողջ հասարակությունը, չէ, մենք ասեցինք, որ ամբողջ հասարակությունը նրա մեջ առաքինությունում բարձր զարգացում ունեցողները, իրանք հոգ էին տանում ավելի ցածր զարգացում ունեցողների համար, չէ։ Հիմա պարզագույն օրինակ բերեմ, որպեսզի հասկացվի ինչի մասն է խոսքը, այդ առարկան ինչու էին սովորում։ Տեսեք, մեր ժամանակներում այդ առարկան սովորում են, որպեսզի մարդկանց կարողանան մանիպուլյացիա անել, այսինքն ենթարկել իրենց կամքի։ Արիացիները իրենք այդ նույն բանը սովորում էին, որպեսզի կարողանան գրագետ խոսեն։ Ինչի համար, որ երբ որ իրանք հոգ էին տանում այդ օրինակ այն ինչ որ մենք անվանեցինք ստրուկ, չէ, այլ որ իրանք հոգ էին տանում ստրուկների մասին, չէ, իրանք կարողանային այնպես ճիշտ խոսեն, որ դիմացինը ինքը չհակադրվի։ Օրինակ, ենթադրենք, թեկուզ ես դրա հետ համաձայն չեմ, բայց հիմա այդ օրինակը կբերեմ։ Շատ ժամանակակից հոգեբաններ իրենք պնդում են, որ ենթագիտակցությունը
ինքը չի հասկանում ժխտողական բառերը։ Ինչու համար, որովհետև ասենք իրանք տեսնում են, որ կա այդպիսի մի հատ երևույթ, չէ, որ մարդը շատ հաճախ անմիջապես անում է ուղղակի հակառակը, եթե մենք ասել ենք այդ ոչ կամ մի մասնիկով, օրինակ մի արա։ Չէ՞։ Հիմա տեսեք, ենթադրեք դա ճիշտ է եւ ենթագիտակցությունը ինքը հենց այդպես էլ ընդունում է։ Հիմա տեսեք, երբ որ մարդը ինքը անգրագետ է, չէ, գրագիտություն չունի։ Հիմա ինքը իրան հանձնել են մի հատ անձնավորության, որը ինքը առաքինությունից ընդհանրապես տեղյակ չի։ Այսինքն ինքը ունի մի հատ որոշում, ինչպես մենք դա բազմիցս քննարկել ենք, չէ, ինքը ունի մի հատ որոշում, որ ուրեմն ինքը պետք է բանանի, ուզում է ուրեմն լինել կրոնական դաշտում, հիմա եկել է ծնվել է կրոնական դաշտում, բայց իր բնութագրերով ինքը ուրեմն ցածր գոյավիճակների ներկայացուցիչ է, չէ՞։ Հիմա իրան պիտի հաստատեն առաքինության մեջ։ Տեսեք, երբ որ մարդը ինքը անգրագետ է, ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է՝ մի գողացիր, օրինակ, կամ մի խաբիր։ Հիմա, եթե ժամանակակից հոգեբանները իրանք ճիշտ են, ապա ենթագիտակցությունը ինքը այսպես անմիջապես հրաման է ընդունում, որ պետք է անի ուղղակի հակառակը։ Չէ՞։ Տեսեք, այսինքն խոսքը ճիշտ կառուցելու համար մարդը ինքը ինչ կարգի հոգեբանություն պետք է ունենա, չէ՞, որպեսզի այդ բոլոր օրինաչափությունները ինքը իմանա։ Օրինակ, երբ որ ես ու իմ աղջիկս մենք ես անտանում էի, որտեվ մագիստրատուրան ուզում էինք, որպեսզի ինքը ավարտի որպես հոգեբան, եւ ինքը ուրեմն ընդունվեց Մոսկվայում կիրառական հոգեբանության համալսարան, չէ՞, եւ այնտեղ տեսեք, ես իր հետ գնում էի։ Ես էլ այսպես ոչ սեմինարներին այդ նախնական, երբ որ մենք ուզում էինք որոշեինք, թե ինքը որտեղ կսովորի, այդ նախնական սեմինարներին ես իր հետ գնում էի։ Եվ այնտեղ կար մի հատ այսպիսի էպիզոդ, որը ես միշտ իմ աշակերտներին պատմում եմ։ Երբ որ ուրեմն բան ենք անում, սովորեցնում էին այդ ուղղակի ներշնչման տեխնիկաները, չէ՞։ Եվ դասախոսը, ես հիմա ինքը տեխնիկան չեմ փոխանցի իհարկե, ինքը դասախոսը, չէ, ասենք ինչ որ մարդուն այնպիսի ներշնչակ արեց, այսպես խոսքի արանքում այնպիսի ներշնչակ արեց, որ ինքը առավոտը գա եւ սենյակը, որտեղ որ սեմինարը անցկացվում էր, հատակը մաքրի։ Հասկանում եք։ Ու իրան ասեցին, որ այ մենք քեզ այսպիսի ներշնչանք ենք արել։ Հիմա դե տղամարդ է, չէ, ասենք ինքնասիրությունը բանարած է, չէ, ինք ասես դե ես կյանքում ավել ձեռքս չեմ վերցնի, ինչ սենյակ մաքրելի չեսի միշտ, բան, այդպես ասեցին, ծիծաղացին, ժպտացին, բան թողեցին գնացին։ Առավոտ շուտ մենք եկանք, տեսանք այդ տղամարդը, աթոռներն է արդեն դասավորում, ես իմ միջանում, ուրեմն ավլել է, թաթած շորով հատակը մաքրել է, հիմա աթոռներն է դասավորում, եւ երբ որ մենք մտանք, հա, հիմա ինքը այսպես ծիծաղալով ասում է, հա, ես գիտեմ, ասում է, դուք կմտածեք, թե իմ վրա ներշնչանքն է ազդել, բայց իմ վրա ոչ մի բան էլ չի ազդել, ես ինքս կամավոր պրոստը ուզեցի մաքրեմ, որ դուք մաքուր սենյակում նստեք։ Ասկեի իհարկե մենք բոլորս սկսեցինք ծիծաղալ, որովհետև իրականում ինքը չէր կարողացել դիմադրել ներշնչանքին, չէ՞։ Հիմա տեսեք, այստեղ ինքը շատ կարևոր բարոյական հարց կա։ Չէ՞, ասենք օրինակ մարդը, դե օրինակ ես անձամբ եթե ճիշտ ասեմ, անկեղծ ասեմ, ցանկացած մասնագետ, որը ինքը կնայի իմ դասախոսությունները, ինքը նույնիսկ կասկածի տակ կդնի, որ ես երբևիցե ինչ-որ մի բան սովորել եմ, այդ կարգի ընդհանրապես չեմ օգտագործում, ինչ-որ այնտեղ սովորել եմ, որտեղ այո, կա այդպիսի մի հատ շատ կարևոր հարց, հասկանում եք, ինչքանով դու իրավունք ունես, որովհետև տեսեք, արիական քաղաքակրթության մեջ դա այլ բնույթ էր կրում, այսինքն մարդուն ինքը պետությունը, մարդուն պարտավորում էր, որպեսզի ինքը առաքինություն չունեցող անձնավորությանը հաստատի առաքինության մեջ, չէ՞։ Եվ եթե ինքը այդ պարագայում օգտագործում էր,
հա, եթե ինքը այդ պարագայում օգտագործում էր օրինակ խոսքի բանը, օրենքները, հա, եւ գիտեր թե ինչպես պիտի նախադասությունը ասի, որպեսզի իր դիմացինը ինքը հետևի այն սկզբունքին, որը ինքը առաջադրում է, դա լրիվ այլ բան էր, որտեղ այդ ազնվորությունը ինքը վստահված էր այդ ընտանիքին, չէ՞, դարվում էր պետականորեն, հա, պետությունը ինքը հետևում էր, թե ասենք այդ ազնվորությանը մասին հոգ տանում են, հոգ չեն տանում, արդյոք ինքը զարգացնում է առաքինություն, չի զարգացնում, հաստատվում է, չի հաստատվում, որտեղ վերջում պիտի որոշվեր, թե իրան տրվի ազատ քաղաքացու կարգավիճակ, թե ոչ։ Հասկանում եք, եւ ասեք, տեսեք, ասենք, այդ տեսանկյունից, չէ, այո, դա արդարացված է։ Բայց օրինակ ասենք, ենթադրենք, եթե ես իմ օրինակը շարունակեմ, չէ, եթե ես վերցնում եմ իմ օրինակը, ես ոչ մեկի կողմից հովանավորված չեմ։ Եվ դա ինքնըստինքյան նշանակում է, որ ես իրավունք չունեմ օգտագործել այնպիսի տեխնիկաներ, չէ, որոնք իրանք դիմացինի վրա կազդեն այնպես, որ ինքը անկախ իր կամքից, օրինակ, լուրջ կզբաղվի հոգևոր կյանքով։ Հասկանում եք, ուրիշ բան է, որ ազնվորությունը ինքը եկել է ասել է, այո, ես ուզում եմ, եւ ինքը պետությունը այդպես է կառուցված, որ այդ մարդուն տվել է առաքինի մարդուն, ասել են հոգ տար, որտեվ ինքը ուզում է, եւ այդ ժամանակ ազնվորությունը ինքը իր ամբողջ կրթությունը օգտագործում է, որպեսզի հեշտ, արագ եւ ճիշտ մարդուն հաստատի առաքինության մեջ, չէ, դա լրիվ ուրիշ հարց է, բայց երբ որ այդպիսի խնդրանք չկա, չէ, դա նշանակում է, որ այդ ժամանակ պետք է ուղղակի տեղափոխվի գիտելիքը եւ ամեն լսող ինքը իր ազատ կամքով ուզում է իր հոգեբանությունը հիվանդ լինի, ուզում է առողջ լինի, ուզում է ինքը կոմպլեքսավորված լինի, ուզում է թույլ բանականություն ունենա, ուզում է ուժեղ, դա ոչ մի կապ չունի, ինքը ունի իր ազատ կամքը եւ համապատասխան այդ ազատ կամքի ընտրում է զբաղվել հոգևոր կյանքով, թե չէ, ինչքանով զբաղվել այդ հոգևոր կյանքով, չէ, բայց որ քաղաքակիրթ մարդ լինելու համար պետք է ունենալ զարգացած ուրեմն բանականություն, իսկ զարգացած բանականության առաջի սիմպտոմներից մեկը դա տրամաբանությունն է, չէ, հիմա տեսեք, մի անգամից մի հետ ենք գցում հայացք, չէ, եւ տեսնում ենք, թե որտեղից էր այդ մշակույթը այդքան ծաղկում, օրինակ հին արդեն այ հեթանոս աշխարհում, ինչ որ մենք կոչում ենք հեթանոս աշխարհ, բանում, ասեք, языческий мир, էլի, հայերեն չգիտեմ հետան ինչ որ բառեր են այդտեղ բանան։ Հա, ուրեմն այդ քաղաքակրթությունները երբ որ նայում ենք, չէ, օրինակ հունական դպրոցը, հետո հռոմեականը արդեն իրանք էլ մտան այդտեղ, չէ, իրանք ունեին мыслители, մտածողներ, որոնք իրենք շատ մեծ տեղ էին տալիս տրամաբանությանը, չէ, եւ հին Հունաստանում եւ հին Հռոմում, ուրեմն եւ տրամաբանության դասընթացները, искусство ораторства, հա, այսպես էլի խոսալու ընդհանրապես ձիրքը, չէ, ուրեմն ինքը դա կարելի ասել մասնագիտություն էր, այսինքն դա մտնում էր բարձրագույն կրթության մեջ, եւ իհարկե այո, այդ արվեստին սովորում էին, ազդեցիկ բարձր խավի մարդիկ, չէ, ինչու համար, որտեղ դե ցածր խավի մարդում, ասենք, այդքան պետք չի, ինչու որտեղ իրենք սովորաբար, այո, դա ճշմարտություն է, իրանք հենված են հիմնականում կենթանական բնազդների վրա, հասկանում եք, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, երբ որ այդ ներքին իրական կրոնականությունը ինքը չի դառնում մարդու կյանքի արժեքը, որտեղ ինքը իր ներսում ինչ որ զբաղվելիք ունի եւ այդ եթե ուզում է եւ եթե ինքը ուզում է դրանով զբաղվի, ինքը պետք է ինչ որ իր ձեռքի մեջ ինստրումենտներ ունենա եւ այդ ժամանակ կրթությունը ինքը իհարկե բան է, բայց հիմա օրինակ ասենք մեր ժամանակներում, եթե անձնավորությունը ինքը ընդունում է հոգևոր կյանքը կամ ընդհանրապես ուզում է քաղաքակիրթ մարդ համարվել, ինքը պետք է մեծ նշանակություն տա դրան, հասկանում եք, թե ընդհանրապես ինչ վիճակում է գտնվում իր տրամաբանությունը, կարողանում է ինքը արդյոք կապել երևույթները, այդ երևույթներից անել հետևություններ,
Հասկանում եք, սա ինքը ասենք շատ կարևոր կետեր են։ Հիմա սիրելիներս, ուրեմն առաջինը խոսացվեց դրա մասին, որ արարվեցին ուրեմն տրամաբանության սկզբունքները, չէ՞։ Հիմա հաջորդը դա վեդաների կողմից սահմանված կյանքի նպատակներն են։ Որն է վեդաների կողմից ուրեմն առաջադրված կյանքի նպատակը։ Այո, իհարկե, ինքը անմիջապես կապ ունի, այդ կյանքի նպատակները անմիջապես կապ ունեն հոգևոր զարգացման 4 փուլերի հետ։ Որն են այդ 4 փուլերը։ Առաջի փուլը դա այն է, որ կարմա յոգան, չէ՞, այսինքն կենդանիակը ինքը զբաղվում է նյութական տառապանքներից ազատվելու, նյութական բանի մեջ հաստատվելու բանով եւ այդտեղ իր կյանքի նպատակն է, հա, նյութական ցանկությունները բռնության եւ կոշտ մրցակցության միջոցով չիրականացնել։ Հա, բարոյականության դաշտում կենդանիակը ինքը հենց այս սա պիտի սովորի։ Հասկանում եք, որպեսզի ասենք ինքը բան չանի, էլի, երբեք չդիմի ուրիշ կենդանիակներին նեղություն պատճառելու։ Հիմա երկրորդ փուլում, երբ որ գալիս էր այն ժամանակը, որ կենդանիակը ինքը արդեն պետք է բանանի, ասեք, ներեկելու մի հատ սանջատեմ, որ ինձ բան չանենա, երբ որ կենդանիակը ինքը արդեն պետք է զբաղվի ազատագրման խնդիրներով, չէ, այդ ազատագրման խնդիրներով զբաղվելու ընթացքում ազնվորությունը ինքը կյանքի նպատակն է հրաժարում զարգացնելը ազատագրում ստանալու համար, այսինքն իմաստություն զարգացնել, այսինքն գիտելիք, հա, իմաստություն զարգացնել, արդեն ոչ թե այն իմաստությունը, որը քեզ օգնում է, որ դու նյութական աշխարհում երջանիկ լինես, այլ այն իմաստությունը, որը քեզ օգնում է, որպեսզի դու նյութական աշխարհից դուրս գաս։ Ուրեմն երկրորդ նպատակը դա ազատագրումն է։ Հիմա երրորդ նպատակը դա ուրեմն կենդանիակի բանն է, если մենք վեդաներով ենք վերցնում, էլի, երրորդ նպատակը դա արդեն յոգայի նպատակն է։ Մենք տեսեք բազմիցս քննարկել ենք, չէ՞, որ դհյանա յոգայի ուրեմն ընթացքում կյանքի նպատակն էր միստիկական, կներեք, գերհոգու հետ ռեալ հանդիպումը։ Չէ՞, այսինքն երբ որ ազնվորությունը ինքը իրականացնում էր, որ ինքը ոչ միայն հոգևոր, այսպես պուճուրի կետ է, որտեղ ազատագրում երբ որ ստանում է, ինքը այդ ազատագրումը ստանում է այն հոգևոր լույսի մեջ։ Այդտեղ ինքը իրականացնում է, որ ինքը մի հատ փոքրիկ լույսի կտոր է։ Երբ որ ինքը զբաղվում է յոգայով, ինքը հասկանում է, որ ոչ, ինքը լույսի կտոր, ինքը կետ չի, ինքը միշտ մնում է ազնվորություն եւ կարիք ունի շփվելու։ Հա, ուրեմն յոգայի մեջ գտնվող կենդանիակների կյանքի նպատակը դա ինքնաիրականացումն է, այսինքն երբ որ ազնվորությունը ինքը իրականացնում է, արդեն իր, այսպես էլի, ավելի լիարժեք իրականացնում է իր հոգևոր բնությունը։ Եվ հանդիպում է, ունենում է առաջի հանդիպումը Աստծո գերագույն ազնվորության հետ, այսինքն հանդիպում է գերհոգում։ Հիմա տեսեք, եւ վերջնական նպատակը դա ուրեմն կենդանիակի հոգևոր մարմնի վերականգնումն է, հոգևոր հարաբերությունների վերականգնումը եւ արդեն այսպես անմիջապես հոգևոր աշխարհ վերադառնալն է։ Այսինքն կախված նրանից, թե կենդանիակը, այսինքն առաջի, այսպես գլոբալ կենդանիակի կյանքի իմաստը կանում է նրանում, որ ինքը ազատվի նյութական աշխարհի մեջ գոյություն ունենալուց, հա, եւ վերականգնի իր հոգևոր գիտակցումը, այդ գեր նպատակը իրականացնելու համար ինքը ունենում է 4 մեծ փուլեր կյանքի նպատակի։ Այսինքն որտեղ արդյոք այսպես հետևողականորեն ինքը զարգանում է, չէ՞, եւ այդ ուրեմն կյանքի նպատակները իրենք սահմանված են վեդայական գրականության մեջ։ Մենք բազմիցս ասել ենք, որ
արիացիների կողմից թողված գրական ժառանգությունը ինքը մեր ժամանակներում կոչվում է վեդայական գրականություն, ինչու, որովհետև հիմքը կարմա յոգան ինքը սկսվում է եւ մենք ասել ենք, որ այդ 4 աստիճանները իրենցից ամեն մեկը ունի իր սուրբ գրվածքը եւ ես սա համարում եմ ահավոր գրագետ մոտեցում հոգեվոր զարգացման, չէ, երբ որ այսպես ստույգ բաժանվում է հոգեվոր կյանքը էտապների եւ ամենակարևորը ամեն էտապը ունի իր գրվածքները։ Այդ ամենաառաջինը, առաջի փուլը, որտեղ բարոյականության կանոնների միջոցով հեռանում են տառապանքից եւ հաստատվում երջանկության մեջ, այդ 4-ը սուրբ գրվածքներ են եւ իրանք կոչվում են վեդաներ, չէ՞։ Դու վեդա բաներ է գիտելիք պարունակող, չէ՞։ Հիմա հաջորդ բանը, որը ինքը ասես, չէ, նպատակները եւ օրինականությունն ու կարգը, չէ, այսինքն բանը законности порядок, հա, հիմա տեսեք, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այո, նյութական աշխարհը կարգավորված պահելու համար բանական անձնավորությունները Ինչու եմ ես ասում ոչ միայն մարդուն, որովհետև տիեզերքի մասշտաբով, չէ, շատ ուժեղ զարգացած բանականություն ունեն նույնիսկ դեմոնները, այսինքն նույնիսկ աստվածամերժերը, չէ, ուրեմն եւ աստվածամերժերը եւ այսինքն եւ դեմոնները եւ մարդիկ եւ կիսաստվածները եւ շատ ու շատ այլ ուրեմն կյանքի ձևերը, հա, իրենք տիեզերքը պահպանելու համար պիտի հետևեն տիեզերքում գործող օրենքներին եւ պահպանեն կարգը։ Հիմա տեսեք, այսինքն այդ դա պահպանելու կամ հետևելու համար, չէ, ազնվորությունը ինքը պետք է կարգ ու կանոնը իմանա, չէ։ Եթե ինքը կարգ ու կանոնը չգիտի, ինքը ինչպես կարող է կարգ ու կանոն պահպանել։ Եվ դրա համար մենք հիմա կարողանում ենք տեսնել, ինչ է տեսնում ենք այստեղ էլի, այս ամբողջ այս առաջագործության process-ի ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի մանրամասնությամբ է Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հոգ տանում նրա մասին, որպեսզի նյութական աշխարհը ինքը լինի ապահով։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ այստեղ ուրեմն ինքը խոսքը գնաց նրա մասին, որ կարգ ու կանոնը, ուրեմն կարգ ու կանոն պիտի պահպանվի։ Եվ սա նշանակում է, որ երբ որ մարդիկ իրանք այդպիսի գաղափարախոսություններ են առաջ քաշում, որտեղ բաներ այդ զգայարանները ազատ բավարարելու իրավունքի, չէ, իրանք այսպես անմիջապես հակասում են աստվածային կանոններին։ Ու ես այստեղ այսպես 100 անգամ սա պիտի կրկնեմ, որ արիացիների կատարմամբ սա չէ նշանակում, որ կենդանիակը ինքը իրավունք չունի լինի երջանիկ, որ ինքը իրավունք չունի վայելի իր կյանքը։ Հասկանում եք, կրոնականությունները մեր ժամանակում գործող Հնդկաստանում ներառյալ, չէ, շատ հաճախ այդ բանն անում էլի կրոնականության բարոյականության սկզբունքները դարձնում են մարդուն ճնշող, մարդուն դժբախտացնող կարգ ու կանոն, չէ, ու այսպես էլի ոնց որ ստացվում է կարգ ու կանոնը հանուն կարգ ու կանոնի, որտեղ պրակտիկորեն ոչ մեկ երջանիկ չի, կամ երջանիկ են նրանք, ում որ առավելություն է տրված, այսինքն շովինիզմի կամպանիան կա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն այս կարգ ու կանոնը ինքը ահռելի կարևոր գործոն է։ Մենք սովորեցինք արդեն ձեզ հետ, չէ՞, որ pedagogan գրականությունը ինքը կարգ ու կանոն, այսինքն թե նյութական աշխարհը ինքը ինչպես պիտի բանանի, ինչպես է ինքը շարժվում, կանոնները, որպեսզի մենք իմանանք, չէ՞, դա 3 գոյավիճակներն են։ Եվ վերջ, լավ գիտենք 3 գոյավիճակները, իդեալական հասկանում ենք նյութական աշխարհի հոգեբանությունը։ Հիմա, տեսեք, ինչի մասին է խոսքը։ Չէ՞, տեսեք, Բհագավադ Գիտայում, հենց որ ուզում ենք ինչ-որ մի հատ կարգ ու կանոն, այդ բոլոր կարգ ու կանոնները Տեր Շրի Կրիշնան ինքը բացատրել է Բհագավադ Գիտայում։ Անմիջապես գնում ենք դեպի Բհագավադ Գիտա։
Այդ Բhagavad Gita-ն ինչ է ասում միշտ։ Ինքը ասում է, այ ազնվորությունը, չէ, ամեն ազնվորություն ինքը ունի անցյալ կյանքից եկած իրա վաստակած դասերը, իրա վաստակած վայելք։ Հասկանում եք։ Հիմա երբ որ կենդանիակը ինքը ավելի շատ վատ արարքներ ունի գործած, քան լավ, դա այսպես ինքնիստինքյան նշանակում է, որ ինքը իր ներկա կյանքում ունենում է վատ իրադրություններ եւ այդ իրադրությունների մեջ ունենում է պարտականություններ։ Դրա համար էր, որ արիացիները իրենք արդեն աստվածամերժության դարաշրջանում այդ օրենքը տեղափոխեցին այնտեղ, ինչպես էլի, որ ասենք, որ ազնվորությունը ինքը պետք է անկախ նրանից իրանդադուր է գալիս, դուր չի գալիս, երջանկություն է պատճառում, երջանկություն չի պատճառում, պետք է մնա հաստատված իր ուրեմն պարտականությունների մեջ։ Թեկուզ չի բացատրվում, երբ որ հարցնում են իսկ հանուն ինչի, այդ հանուն ինչի պատասխանը չկա։ Վեդաները իրանք ասում են, հանուն նրա, որ դու քո անցյալ կյանքերում այս իրականությունը վաստակել ես, եւ հիմա դու պետք է հասկանաս, թե դա որ մեղքի դիմաց է, որ քեզ այսպիսի բան է տրվել, եւ ուղես դա քո մեջ, որպեսզի քեզ այդ մեղքը ներվի։ Հա, եւ որ պահին, սա կախված չի ընդհանրապես, թե մարդը հաջորդ կյանք, այս կյանք է, այդ գործոնից կախված չի։ Որ պահին, որ դու ճիշտ եզրակացություններ կանես, այդ թեմայով քո ծանր ճակատագիրը կավարտվի։ Հասկանում եք։ Ոնց որ ասենք այդ տեսանկյունից ես ասել եմ, ասում եմ, եւ միջև իրականություն չդառնա ասելու եմ, որ այն, որ մենք մշտական դարերով կորուստներ ենք ունենում, դա խոսում է միայն մի բանի մասին, որ մենք երբեք ոչ մի կորուստից հետո ճիշտ եզրակացություններ չենք արել։ Հասկանում եք, եւ դա ինքը այդպես է, տեսեք հիմա, մենք հիմա հենց այս պահին նորից գտնվում ենք հենց այդ սխալի մեջ։ Երբ որ մենք կորուստներ ենք ունեցել եւ շարունակում ենք անհոգ, շարունակում ենք իշխանության պայքար, հարստության պայքար, տաշի-տուշի, չգիտեմ, խաղ, պար, հարսանիք, չգիտեմ, այն ոնց որ ոչ մի բան տեղի չի ունեցել, մենք ոչ մի եզրակացությունների պիտի չգայինք, ազգովի չպետք է նստեինք ու սկսեինք ուշադիր լսել ազգի խելացի մարդկանց, իսկ այդպես չի, որ իրանք չկան, հասկանում եք, չէ, եւ եզրակացությունների գայինք։ Որն էր մեր սխալը, ինչու նորից, հիմա արդեն հոգևորի տեսանկյունից ասեմ, հա, ինչու նորից Աստված մեզ չպաշտպանեց, որտեղ հասկանում եք, տեսեք, երբ որ անձնավորությունը ինքը թույլ է, սա արդեն անձնավորությունը, պետությունը, ազգը ոչ մի կապ չունի, երբ որ ինչ-որ մի բանը ինքը թույլ է, չէ, բնության օրենքներով, ինքը այսպես է, որ հաղթում է ուժեղը։ Հասկանում եք, բնության մեջ արդարության գաղափար գոյություն չունի։ Այսպես պրոստը մտեք անտառ ու նայեք, տեսեք, ընդհանրապես արդարություն կա։ Ու դուք կտեսնեք, որ արդարության գաղափար գոյություն չունի։ Որ սերմը, որտեղ պատահի այնտեղ ընկնում է։ Որտեղ որ ընկավ, կախված նրանից այդտեղ արև կա, ջուր կա, ինչ կա, դրանից է կախված, թե ինքը կարողանալու է կյանքի գոյատևման պայքարի մեջ կայանալ, թե ոչ։ Հասկանում եք, եւ միշտ հաղթում են դա, ով որ այսպես էլի պատահաբար բարենպաստ պայմանների մեջ է։ Հասկանում եք, կամ ուժ է կուտակել, այսինքն Եվ արդեն օրինակ փիղ է ծնվել։ Հա, եթե փիղ է ծնվել, պարզ է, որ
իրան ամեն մեկը չի կարող սպանել։ Չէ՞, բայց եթե օրինակի բույս է ծնվել, ինչ-որ մի հատ քարի տակ, հասկանում եք, չէ՞, այսա պիտի հասկանանք։ Հիմա, եւ դա նշանակում է, որ բնության մեջ թույլը ինքը ոչնչացման է ենթակա։ Եթե կենդանին էակը, հատկապես ասենք այն նրանք, ովքեր որ կարողանում են տեղաշարժվել, հատկապես մարդը, չէ՞, որտեղ ինքը բանականություն ունի։ Հիմա, եթե մարդը ինքը չի կարողանում հետևությունների գալ, ասենք, բան էլի, ծրագիր մշակել, թե ինչպես ինքը պետք է զբաղվի նրանով, ինչը որ կարևոր է այս աշխարհում, իսկ այս աշխարհում առաջին հերթին ուրեմն երկու բան են, չէ, կարևոր՝ կերակուրը եւ պաշտպանությունը։ Հա? Հասկանում եք, եթե այդ ամեն ինչի մասին չի մտածվում, ուրեմն պարզ է, որ ուժեղները կուլ են տալու։ Հասկանում եք, որնակ ասենք մենք հիմա, եթե մենք այդ տեսանկյունից ենք նայում, մենք հիմա կանգնած ենք մի իրականության եզրին, որտեղ խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ մենք կմնանք, թե չենք մնա։ Խոսքը գնում է արդեն նրա մասին, թե մեզ ով կուլ կտա։ Եվ դա ինչ հետևանքներ կունենա։ Չէ՞։ Հիմա տեսեք, այսպիսի պարագայում, այստեղ է, որ ինքը կարևոր է դառնում Գերագույն Աստծո անձնավորության բանը, ասեք, գործոնը։ Ես էլ հոգնել եմ արդեն ասելուց, որ Գերագույն Աստծո անձնավորությունն էլ ինքը իր պայմաններն ունի։ Եվ այդ պայմանները մաքրությունն է։ Վերջ։ Հասկանում եք։ Ահա, կարելի է արհամարել։ Вообще խնդիր չկա։ Հասկանում եք, եթե արդեն ամեն մեկի ազատ ընտրության գործն է։ Հասկացավ, չէ։ Հիմա տեսեք ուրեմն, չէ՞, այսա որ կարգ ու կանոնը ինքը արարվում է, սա նշանակում է, որ կարգ ու կանոնը ինքը պարտադիր գործոն է պահպանման համար, այ որ աշխարհը լինի ու պահպանվի։ Պետք է լինի կարգ ու կանոն։ Հիմա տեսեք, միանգամից նորից պիտի մտնենք գոյավիճակների խոսակցության մեջ, չէ՞։ Որն է այդ գոյավիճակների խոսակցությունը։ Հասկանում եք, հիմա այդ նույն կարգ ու կանոնը ինքը լինում է տգիտության գոյավիճակի մեջ, կրքերի գոյավիճակի մեջ եւ առաքինության գոյավիճակի մեջ։ Այսինքն, կարող են հաստատվել շատ խիստ կարգ ու կանոններ, որոնք իրենք ապահովում են օրինակ ստրկատիրական հասարակության գոյությունը։ Համաձայն եք, չէ՞ որ այդ կայսրությունները իրանք ահավոր կարգ ու կանոնով կայսրություններ են եղել ստրկատիրական բոլոր կայսրությունները։ Չէ՞։ Հիմա գալիս է ազատ աշխարհը, դեմոկրատիան։ Այնտեղ կարգ ու կանոն չկա, այնտեղ էլ իրան համապատասխան կարգ ու կանոններ կան։ Մենք այս ամբողջ ընթացքում ձեզ հետ քննարկում ենք, դնում վերցնում ենք առաքինության կարգ ու կանոնները։ Այսինքն այդ գոյավիճակները միանգամից մտան։ Բայց երբ որ ինքը ասում է վեդայական գիտելիքի կարգ ու կանոնը, դա այն կարգ ու կանոններն են, որոնք պահպանելով կենդանեակները իրենք կարողանում են ստեղծել երջանիկ մարդկանց հասարակություն։ Հասկանում եք։ Ուրեմն սա հաջորդ բանն էր։ Հաջորդ ուրեմն երևույթը, որը քննարկվեց, դա կտրեք այստեղ այնպիսի գույնով են թարգմանել, որ համարյա չի լինում կարդալ։ Հիմա բարոյական նորմերը եւ հայտնի ուրեմն հիմները։ Բարոյական նորմերը մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք այս թեման, չէ, որ բարոյական նորմերը իրանք Գերագույն Աստծո ազնվորության հետ կողմից առաջ են քաշվում, որպեսզի կենդանեակները իրենք հետ կանգնեն թշնամանքի եւ մրցակցության
տրամադրություններից, ինչու, որովհետև եւ թշնամություն ցուցաբերելուց եւ մրցակցելուց կենթանի էակները միմյանց չեն հարգում։ Բարոյականության օրենքների հիմքում առաջի հերթին դրված է հարգանքը։ Հիմա տեսեք, սա էլ չէ, խնդրահարույց է։ Մենք սա քննարկել ենք։ Ինչու՞, որովհետև աստվածամերժության դարաշրջանում, չէ՞, ծնվում են արատավոր, թույլ, ագահ, նախանձ, ջղայն, չգիտեմ, խաբեբա, երկերեսանի կենդանի էակներ։ Հիմա բնական հարց է, չի առաջանում։ Այդ անձնավորությունների ինչը հարգես։ Եվ տեսեք, այստեղ կրոնը ինքը ձևափոխություն է ապրել։ Երբ որ էությունը փոխարինվել է ձևականությամբ։ Կապ չունի ով ես։ Եթե տարիքդ մեծ է, ուզում ես աշխարհի ամենաարատավորը եղի, ուզում ես բռնակալ եղի, ուզում ես բոլորին տառապանք պատճառող եղի, ով ուզում ես եղի, քեզ պիտի հարգեն, որտեղ դու տարիքով մեծ ես։ Հիմա տարիքով մեծերը, որպեսզի պահպանեն փոքրերի հարգանքը, իրանք շատ հաճախ մինչև վերջի շունչը իրենց ձեռքում են պահում ֆինանսական գործոնը։ Ասենք, ունեցվածքը մնում է մեծերի անունով, կոպիտ ասած, եւ հենց որ ինչ-որ մի բանը ձեռք է տալիս կամ ձեռք չի տալիս, մեծերը անմիջապես շանտաժ են ենթարկում, տիպը, չգիտեմ, բանից կզրկենք, նասլեստո, ոնց է հայերեն, ժառանգությունից կզրկենք։ Եվ վերջ, հարգանքի ինչ-որ մանիպուլյացիաների միջոցով հարգանքի հասնելու ձևը։ Ես հիմա իմ աշակերտներին ասում եմ, ինչ-որ վերջերս ահռելի մեծ քանակությամբ չինական արհեստական բանականության միջոցով բավականին անորակ ֆիլմեր են նկարահանվում, չէ՞։ Բայց ես հիմա որոշել եմ, որ 15 հատ անպայման նայելու եմ, այսպես թեմաներ եմ ինձ համար գրել, թե որ թեմաներով եմ նայելու, տեսնեմ այդտեղ այդ թեմաներով հասարակության մշակույթը որն է, չէ՞։ Ես սարսափահարված եմ։ Հասկանում եք, թե 21-րդ դարում դեռ ինչ մշակույթ կա։ Ահա որ ուղղակի։ Չէ, բայց նայում ես, այսպես տենդենցիան երբ որ նայում ես, ինքը ակնհայտ է, չէ, որ քանակության տեսանկյունից հիմա հենց այդ իրանց մեջ ահռելի քանակությամբ բռնություն պարունակող կայսրություններ են, չէ, ձևավորվում։ Այսինքն դեմոկրատիան ինքը հիմա շատ ինտենսիվ ոչնչացվում է։ Հասկանում եք։ Թվում է, որ Ռուսաստանի վրա են հարձակվել, բայց իրականում բոլորը ոչնչացնում են Եվրոպան։ Եվ ասեք, որտեղ նայում ես, տեսնում ես, թե ինչ քանակությամբ բռնություն կա այդտեղ, էլի, որ ասում ես, որ հանկարծ այդպիսի մշակույթ կարող է մտնի քո կյանք, հասկանում ես, որ ինչ-որ իմաստով կարող է ասենք ընդհանրապես ավելի ճիշտ է չապրել է, էլի, քան այդպես ապրել ու այդպես կյանք վերջացնել։ Չէ՞։ Դրա համար այս օրինականությունը եւ կարգուկանոնը իմինը, որը տրված է Աստծու կողմից, ինքը պահպանող գործոն է։ Բայց երբ որ ինքը մտավ գոյավիճակների մեջ, դա նշանակում է, որ կենթանիակը ինքը ցանկացած կանոն վերցնում է եւ կիրառում ըստ իր էգոիզմի։ Հիմա հիմները Բհուվասվահա, սա այն բանն են, այն խոսքերն են, այն մանտրաներն են կարճ, որոնք իրանք օգտագործվում են զոհագործությունների մեջ, չէ՞։ Եվ բրահմանները իրանք այս մանտրաները կրկնում են։ Ես միշտ ասել եմ սկզբունքորեն իմ կարծիքը, չէ՞, իմ կարծիքը ինքը կայանում է նրանում, որ մեր ժամանակներում չկան
չկան, ուղղակի չկան այդպիսի բրահմաններ, որոնք ուզում եմ ասեմ, այդ որ ասում եմ ուղղակի չկան, դա նշանակում է, որ ես այն տեսանկյունից չեմ ասում էլի, որ ես կարող եմ դա անեմ, ուրիշ ոչ մեկ չի կարող, ընդհանրապես չկան այդպիսի բրահմաններ, եթե մի հատ այդպիսի բրահման լիներ, ամբողջ օրը գլխիս վրա դրած ման կտայի, որ 4 անգամ ոտքերը կլվանայի։ Չկան այդպիսի բրահմաններ, որոնք իրենք կարող են մանտրաները զոհագործության, որոնք գրանցված են վեդաներում, կրկնել այնպես, որ կիսաստվածները ներկայանան եւ առավել եւս ցանկությունները կատարեն։ Հասկանում եք, մարդկությունը արդեն համարյա 3000 տարի է, ոչ մի ձևի չի կարողանում նկատի, չէ՞, որ նույն գործողությունն անելուց, ոնց ասենք, մեկ-մեկ հաջողությունը լինում է, մեկ-մեկ չի լինում, մեծամասամբ չի լինում։ Ու ոչ մի կերպ, ոչ մեկ չի ուզում այդ դա հասկանա, որ գերագույն Աստծո անձնավորությունը այսպես համառորեն ցուցադրում է, որ ինքը չի պաշտպանում։ Ես հասկանում եմ, որ շատ տհաճ բան եմ ասում, ոչ պոպուլար, հա, կամ ինչեր ա խոսում։ Ես դա հասկանում եմ, եթե իմ նպատակը լիներ պոպուլարություն ձեռք բերելը, այդ ժամանակ այո, ես կնստեի, դուրս կբերեի հոգեբանության իմ սովորած բոլոր տրյուկները, այդ բոլոր տրյուկների համապատասխան ամեն ինչը կանեի եւ 50,000, 100,000 հետևորդ կունենայի։ Հասկանում եք, բայց դա չի նպատակը։ Ինչքան ուզում է տհաճ լինի։ Հասկանում եք, հակառակը ճշմարտությունը ինչքան տհաճ է, այդքան ավելի շուտ է, չէ՞ պետք իրան ընկալել, որպեսզի կարողանաս դուրս գալ, չէ՞ դրատակից։ Եվ այո, ես իմ վստահությունը ես դրանում եմ վստահ, որտեղ երբ որ նայում եմ անցյալը, ես տեսնում եմ, որ ոչ միայն Հայաստանում է, ամեն տեղ Աստված հոգնել է ցույց տալուց, որ ինքը ոչ մեկին չի պաշտպանում։ Հասկանում եք, որտեղ Աստվածային պաշտպանությունը ինքը լրիվ ուրիշ բան ունի, ուրիշ սիմպտոմներ ունի։ Հա, այո, իհարկե, կա այդպիսի գաղափար, որ Աստվածամերժության դարաշրջանում Աստվածամերժերը իրանք հաճույք են ստանում, երբ որ ցավ են պատճառում բաներին, անմեղներին, կա այդպիսի բան, չէ՞, բայց անմեղությունը ինքը իր սիմպտոմները ունի, չէ՞, ինքը իր սիմպտոմները ունի, որի հետևանքով մենք կարող ենք նայենք, ասենք, այսա ինքը անմեղ էր, ու իրան սենց արեցին։ Այո, իհարկե, Աստվածամերժության դարաշրջանում խմող, ծխող, չգիտեմ, ազատ խաղերով զբաղվող, ազատ սեռական կյանքով ապրող, թալանող, ինչ անող մարդուն կարող են համարել սուրբ։ Ես այդ կարգի մոտ մի 25 հոգի ճանաչում եմ, ոչ Հայաստան, որոնց բուկվալը սուրբ են համարում։ Բայց Աստված հեռու պահի, թե այդ անձնավորությունները ընդհանրապես ինչով են զբաղված։ Հասկանում եք, սիրելիներ, չէ, դա կա, այսինքն, բայց երբ որ այդ տառապանքը գալիս է, չէ, այ առաջի հերթին դու պիտի ինքդ քո մեջ իմանաս, չէ, դու ասենք անմեղ կյանքով ես ապրել, դու մաքուր կյանքով ես ապրել, թե ոչ։ Եվ այո, եթե դու մաքուր կյանքով ես ապրել, բայց քեզ ցավացնում են, դա միշտ նշանակում է, որ այդտեղ Աստված ընդհանրապես կապ չունի։ Ագրեսիվ Աստվածամերժերը իրականացնում են իրանց ագրեսիվությունը, վերջ։ Հա, բայց եթե դու գիտես ինչ է նշանակում այ արատավորությունը, արատավորության սիմպտոմները գիտես, չէ՞։ Եվ եթե դու այդ սիմպտոմները գիտես եւ գիտես, որ այդ սիմպտոմները դու ունես, դու կարող ես վստահ լինել կամ հույս ունենալ, որ Աստված քեզ կարող է պաշտպանել։ Այսինքն այսքանը խոսացի դրա համար, որ ասեմ, որ երբ որ թույլ է, այսինքն մարդը, հասարակությունը, պետությունը, ինքը ոչ մի հոգ չի տարել ուժեղանալու համար, չէ, որտեղ մարդ տեսեք, հրեաներին եմ, չէ, ես հաճախ բանանում, դե ես իրանց հաճախ հիշում եմ մենակ այն պատճառով, որ քրիստոնեությունը ինքը ընդունել է 5 կտակարանը որպես հիմք
Իսկ դա ընդամենը հրյաների դիցաբանությունն է, ինչպես ասենք մեր Սասունցի Դավիթը։ Ինչ որ իմաստություն կա, իհարկե կա, բայց Քրիստոսի հետ դա ոչ մի կապ չունի։ Ես մենակ դրա համար եմ, այսպես էլի, իրանց մի քիչ բանանում, չէ՞։ Հասկանում եք, բայց եթե մենք վերցնում ենք, տեսեք, իրանք մեզանից ավելի փոքր պետություն են։ Այսօր այդ արդեն անձամբ ինձ համար էական չի, իրանք կհաղթեն, թե կպարտվեն։ Ինձ համար այսօր արդեն էականը դա նա է, որ իրանք կարողացել են, այդ իրանց 40 միլիոն մարդը կարողացել է ամբողջ աշխարհով մեկ, ինչքան ենք 8 միլիարդ, եթարեք 8 միլիարդ ենք, 8 միլիարդ մարդու մատերի վրա խաղացնի։ Ինչի հաշվին։ Մտահոգության։ Եվ դրա համար այսպես պլանավորված գործողություն, համար երբ որ հայերը իրենց համատում են, մենք իրանց հետ նույնն ենք բան, իմ լացս գալիս է։ Այ հրեայի 5% կազմակերպվածությունը ունենայինք մենք։ 5%։ Հասկանում եք։ Սիրելիներ, չէ՞, ուրեմն այս ամեն ինչը ինքը շատ կարևոր գործոններ են եւ մենք տեսանք, որ ուրեմն հիմա արդեն ինչ որ մշակույթային սկզբունքների մասին խոսեց այստեղ Մայտրեյան, ասելով, որ Տեր Բրահման ինքը այդ կուլտուրայի հետ կապված սկզբունքներ արարեց, չէ՞։ Այսինքն դրա մեջ մտնում էր տրամաբանությունը, դրա մեջ մտնում էր կրոնական բարոյականությունը, վեդաների ուրեմն նախասահմանումները, սուրբ աղոթքները եւ այլն, չէ՞։ Հա? Եվ դրանից է եւ վերջում նկարագրվեց Օմկարան։ Այդ Օմկարան ինքը հատուկ բան է, դա մի քիչ ավելի ուշ մենք շատ ավելի լուրջ կվերադառնանք իրան, չէ՞։ Եվ հետո տեսանք, որ շատ նուրբ անցում կատարվեց, հա, որ այդ ամբողջ ուրեմն բանը, ամբողջ այդ գիտելիքը ընդհանրապես ասվում է, կներեք, ես էլ ասեմ, ընդհանրապես ասվում է, որ վեդայական ամբողջ գիտելիքը, ամբողջ իմաստությունը ինքը Օմկարայի մեջ բան է, ներգրավված է, հա։ Ну, Օմկարան ինքը իր տեխնիկան ունի, դրա մասին մենք ավելի ուշ կխոսենք, ուսի մենք լրիվ հասկանանք, թե այդ Օմկարան ինքը իրանց ինչ է ներկայացնում, թե ինչ է անում ինքը իրականում, այսպես տեխնիկապես ինչ է անում, չէ՞։ Բայց ինչպես տեսանք, ուրեմն նկարագրվեցին տեքստեր, որտեղ ասվեց, որ առաջինը դա բանն է, գիտելիքն է, որը ինքը պետք է չթողնվի էլի այդ ինֆորմացիոն մակարդակի վրա, այլ պետք է իջացվի սիրտ որպես այն սկզբունքներ, որով սիրտն է ապրում, հա։ Եվ ուրեմն հաջորդ տեքստը ինքը արդեն խոսեց պոեզիայի մասին, չէ՞։ Ну, ասենք, ասվեց, որ պոետիկ այդ ձևաչափերը, հա, իրանք ուրեմն Տեր Բրահմայի տարբեր մարմնի մասերից դուրս եկան եւ ուրեմն թվում է, որ սա ինչ որ այսպես բան է, ինչ որ միֆիչեսկի կերպար է, չէ՞, որ ասենք, ինչ է շակում մարմնից դուրս է գալի պոեզիայի սկզբունքներ, չէ՞։ Բայց եթե մի քիչ ավելի ուշադիր ենք նայում, այսինքն նայում ենք այն շերտով, ինչ շերտով, որ մենք այդ ամեն ինչը նայել ենք, չէ, մենք տեսնում ենք, որ Տեր Բրահմայի մարմինը ինքը դառնում է այն օբյեկտը, որի մեջից այսպես ինչ որ այդ գիտելիքի տարբեր բաները դուրս են գալիս։ Չենք մոռանում, որ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, չէ։ Հիմա ուրեմն հետո նկարագրվեցին, որ բան, ինչ-որ էլեմենտներ, չէ, որոնք մեկը ինքը բան հայտ եկավ մազերից, մյուսը մաշկից, մյուսը երակներից, մյուսը ոսկորներից, հա, եւ դա նշանակում է, որ բան էլի, այդ Տեր Բրահմայի ամբողջ մարմինը
ինքը բանա այդ ամեն ինչը ինքը բանականության միջից է էլի դուրս գալիս, այսպես ասեմ, հա? Այսինքն գոյություն չունեն այդպիսի բաներ, այդպիսի երևույթներ այս աշխարհում ամենակարևոր գաղափարը, որոնք իրանք կտրված են գիտելիքից։ Հասկանում եք։ Եվ դրա համար է որ, ասենք, առաջագործությունը այնպես չէ, որ Տեր Բրահման ինքը նստած մարդ էր սարքում, կամ նստած ծառ էր սարքում, կամ նստած կոկորդիլոս էր սարքում, կամ չգիտեմ ինչ իրան մեջից էսպես ինքն իրան այդ ամենը դուրս էր գալիս։ Հասկանում եք։ Այդ էր որ ինքը Աստծո կողմից օժտված էր։ Չէ՞։ Եվ մենք այստեղ կարողանում ենք հասկանալ, թե բանականությունը ինքը ընդհանրապես ինչերով է օժտված։ Հասկանում եք։ Եվ դրա համար ուրեմն Տեր Բրահմայի մարմնի տարբեր մասերից, ինչպես որ եթե հիշում եք Վիրատրուպան, երբ որ մենք ձեզ հետ քննարկում էինք երկրորդ երգում, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության տիեզերական ձևը, այդտեղ էս նույն սկզբունքն էր, բայց տեսնում ենք, որ այստեղ տարբերվում է այն, թե ինչ է արարվում։ Այնտեղ այն էր, թե ինչն է, ինչից է բաղկացած Գերագույն Աստծո անձնավորության կոպիտ ասած նյութական մարմինը, չէ, որ իրական գոյություն չունի, մենք այն ժամանակ խոսացինք, հիմա նկարագրվում է, թե ինչից է բաղկացած կենդանեակի նյութական բանականությունը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, եթե արդեն խոսանք, թե այս տեքստերը իրանք սրտի մակտագործման ընթացքի տեսանկյունից ինչի հետ են աշխատում, խոսքը գնում է նրա մասին, որ հոգևոր մարդիկ իրանք շատ հաճախ համարում են, որ հոգևոր կյանքը ինքը միայն ճիշտ գաղափարներից է բաղկացած։ Բայց մենք այստեղ տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը ուրիշ բան է ցույց տալիս։ Ինքը ցույց է տալիս, որ մաքրագործված պիտի լինի ամբողջ մարդը։ Ոչ թե մենակ իր մտածելակերպը, կամ մենակ զգայարանները, կամ մենակ խոսքը, հա? Որովհետև մենք տեսնում ենք, չէ, որ ասենք հասկանում ենք, որ նույնիսկ ասենք այդ էլի արտաբերելու կամ խոսքի միջոցով ինչ-որ բան տեղափոխելու ձիրքը նույնիսկ դառնում է հոգևոր կյանքի ինչ-որ մի շատ կարևոր մաս, չէ։ Եվ որ ասենք խոսքը գնում է այդ ռեջ, խոսքի ունակության մասին, չէ, խոսքը գնում է այդ ներքինից արտաքին աշխարհ դուրս բերելու ունակության մասին։ Հասկանում եք։ Եվ հոգևոր մարդը վերջնականում պիտի կարողանա գա հավասարակշռության, երբ որ իրան ներսում ապրող գաղափարախոսությունը ինքը չի հակասում արտաքին աշխարհի իրականությանը։ Ինչքան մարդը ինքը ավելի ճիշտ է գնահատում արտաքին աշխարհը, այդքան ինքը իրան ներքինից լինում է հավասարակշիռ։ Ինչքան ինքը սխալ սպասումներ ունի այս աշխարհից, այստեղ կներեք էլի մի հատ ծհաճ խոսք ասեմ, ինչքան այդ իր սպասումները արտաքին են, էմոցիոնալ եւ հիստերիկ, այդքան ինքը ընդհանրապես իր վիճակի չի լինել հավասարակշիռ։ Հասկանում եք։ Եվ այս երևույթները, որը հիմա նկարագրվեց, չէ, իրանք շատ խորքային պետք է այսպես էլի պրարաբոտներ, շատ խորքային պետք է մտածել այս սկզբունքների շուրջը։ Հասկանում եք, որտեղ տեսեք, մենք ինչ քննարկեցինք, տեքստը ինչ քննարկեց։ Օրինակ, հոգևոր կյանքի համար շատ կարևոր է տրամաբանությունը։ Եվ եթե նույնիսկ մենք տրամաբանություն չունենք, մենք կարող ենք սկսել իրան զարգացնել։ Երբ որ մենք ինչ-որ մի բանը սկսում ենք,
Այո, իհարկե, դա նշանակում է, որ միանգամից շատ այսպես միանգամից եսի ինչ բանական չեք դառնա, միանգամից եսի ինչ բան չեք անի, չէ, բայց ինչ որ մի պահից սկսենք, չէ։ Այսինքն գոյություն ունի երկու մոտեցում։ Կամ ես մտածում եմ, դե ես բանականություն չունեմ, ուրեմն չունեմ, էլի։ Այս կյանքում ուրեմն դե առանց բանականության ապրեմ։ Բայց եթե ես ոչինչ չանեմ, որ բանականություն զարգացնեմ, հիմա այստեղ եմ կոպիտ ասելու կներեք, հաջորդ կյանքում եմ հավ լինելու, հասկանում եք, եւ սա անխուսափելի է։ Դրա համար այստեղ հիմա նորից կասեմ, բանականություն ունեցող մարդը, հասկանում եք, միշտ երբ որ ինչ-որ թերություն ունի, սկսում է այդտեղ աշխատել, որ որակ ձեռք բերի։ Այսպես դանդաղ կամած, ֆոնով, բոլորի համար աննկատ, ինքը սկսում է այդտեղ գործ անել, որ որակավորում ձեռք բերի։ Հասկանում եք, որովհետև չկա այդպիսի կաթիլ, որ չկարողանա ժամանակի ընթացքում քարը ծակի։ Եվ սա շատ կարևոր սկզբունք է հոգևոր մարդու համար, չէ՞։ Ուրեմն հաջորդ գաղափարները, հաջորդ երևույթները, որ այստեղ մենք ձեզ հետ քննարկեցինք, դա կարգուկանոնի, բարոյականության օրենքների, այդ ամեն ինչի, ուրեմն, այ գունաների մեջ անցկացնելու, եւ մենք պետք է, այո, մենք հիմա պետք է մինչեւ հաջորդ հանդիպումը մենք պիտի ձեզ հետ մտածենք դրա մասին։ Դասենք, այո, ասենք ես ինչ հակում ունեմ, օրինակ, բարոյականության հանդեպ, ինչ եմ անում, ինչի համար եմ բարոյական, որն է իմ բարոյականության հիմքը, որն է դրա նպատակը, որն է դրա մոտիվը, ես նպաստում եմ կյանքում կարգուկանոնին, թե նպաստում եմ ավիրմանը, թե նպաստում եմ ուղղակի շահագործմանը, հա, որտեղ եթե ես նպաստում եմ պահպանմանը, ես այս կյանքը պահպանող եմ, եթե ուղղակի շահագործում եմ, ես այս կյանքը այս աշխարհը մսխող եմ, հա, եթե ես տգիտության, ասենք, բան եմ անում, տգիտության գոյավիճակի մեջ եմ, ես այս աշխարհը ավիրող եմ։ Եվ այդ հարցերի պատասխանը այսպիսի տեքստերը մեզ օգնում են, որ մենք մի անգամ էլ նայենք մեր մեջ, թե այս կետերում ես ով եմ։ Ինչին է ծառայում իմ կյանքը եւ իմ կյանքում գործած իմ արարքները։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։